Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ սիրելի ժողովուրդ։ Ահա եկավ օրը, որ մենք արդեն դուրս ենք գալիս, Սերժ արդեն ինձ է սպասում, մեքենան խոդի է տված, գնում ենք երկար սպասված մեր այս ուիկենդը, անցկացնենք, իմ լուկը սա է, այսօր հագել եմ սպիտակ տաբատը և այս կապույտի վրա եմ այսօր։ Դե ինչ սիրելիներս, գնացինք և դուք կտեսնեք, թե մենք ուր ենք գնում։ Գնացինք սիրելիներս, на старт внимание машина, բարձր եմ վերցրել, որ այսօր ձեր Անահիտը հանգստանում է, այսօր ղեկի վրա է Սերգեյ Սերգեևիչ Պուշկին։ T'as mis à l'envers le gilet. T'as vu là les... Ah mais c'est pas grave. Երեխեք ժակետը թարս է հագե։ Chez Hubert, je retournerai. Là, Sergio. Oh là là. C'est qui ça? Je sais pas. C'est Manitou, non? Դե ինչ սիրելիներս, մենք գնում ենք մեր փոքրիկ ճանապարհորդությանը եւ այսօր մեր մոտ չորեքշաբթի է 30-ը մայիսի 1-ից հետո այդ ուրբաթը իրենք բան են անում, կամուրջ են անում, այսինքն ժողովուրդը չեն աշխատում եւ ամենակարևորն ասեմ, որ ուրբաթ 4 օր է լինում տենց էլի, այդ օրը աշխատանքային օր չի։ Выходной օր է, էլի։ Հիմա մենք մինչև Կիրակի ենք։ Աստված տա լավ եղանակ լինի, անձրև չլինի, մի քիչ կարողանանք բան գալ, ես իհարկե չեմ կարող շատ քայլել, բայց դե ոչինչ, նակալինիկ եմ վերցրել, փորձեմ մի քիչ գոնե օգտվեմ այդ 2-3 օրը։ Դե ինչ, սիրելիներս, ճանապարհին կմիանամ։ Ժողովուրդ ջան, նենց ռոլաքսացիայի մեջ եմ, որ պատկերացեք, ես կյանքում ավտոյի մեջ, մեքենայի մեջ եմ քնում ինքնաթիռի մեջ, որ պատկերացեք, ասենց եմ, որ թուլացել եմ։ Այսօր մի քիչ չափն անցա ոտքերիս համար եւ մի քիչ ցավում է, բայց ոչինչ։ Աստ ամուսնուս բժիշկս է, էլի, ասում է եղանակից է, ահա որ կամիներ է մեր մոտ։ Արևա, շատ արտակարգ եղանակ է, բայց քամին։ Ըստ մետեորոլոգի Սաթիկի ասեց, որ քամին դադարում է ժամը 6-ին։ Ըստ la météorologue, la maman, elle a dit que le vent s'arrête à 6 heures. On sera sur la route. Le vent ne s'arrêtera pas à 6 heures. S'il n'y a pas de panneau. Il souffle jusqu'à samedi, je sais. Ah bon? Ouais. Oh purée. Ասում է քո մետեորոլոգին ասա թող թոշակի գնա այդ տեսակետից արդեն սա ֆելոնդան էլի արավոտրետը C'est magnifique quand tu regardes cette par contre en allant chez Hubert aussi c'est joli non Հեսա այդ ճանապարհը որ գնում ենք ձեզ ասել եմ չէ Հեսա կանգնելու ենք սուրճ խմենք մեր ընկերների տունը սուրճ պիտի խմենք կիսում ենք ճանապարհը այդտեղ որտեղ մենք հարսանիքի ենք գնալու մի հատ այսօր չմոռանամ հարսեմ տեսնեմ կարող եմ նկարել էլի որտեվ մարդուց կարող ասեն չէ պետք չի YouTube պետք չէ ուզում գցեմ հարցնեմ էլի Ils viennent, tu sais, comme ça, sans regarder. Bizarre. C'est joli cette maison. C'est blanc d'autant. Ասում ես գժի կամին ասար գժվել են։ Կեսուր սերաս մողոր միրան։ Դուք հասկանում եք, vous comprenez, c'est le vent du temps. Vent du temps. Հիմնականում հիմա ովքեր հորմոնալ պրոբլեմներ ունեն, իրաց մոտ ահավոր Սենց ալեկոծված բաներ է լինում և այս կամիները իրանց վրա ազդում է, էլի։ Ֆրանսիացիները իրար մեջ ասում են vent de fou, գժերի կամինը։ Վերջ է, այնպես որ ժողովուրդ է, հանգարցակի չգժվենք։ Այդպիսի բաներ է դա, հիմա այսօր որ գնանք սուրճ խմելու մի հատ կհարցնեմ ինձ բանով, էլի, դելիկատ ձևով, կնոջը երեխեք էսի ուղղակի մի վարքյան պիտի ցույց տամ ձեզ էսա։ Ես ուղղակի սա պիտի ցույց տամ ձեզ այս բնությունը, որ գիտեք ինչ, գիտեմ որ շատերիդ ներվերը հանգստանում է, գիտեմ որ շատերիդ սիրում եք, նկարչություն, ուղղակի ինքս այս նկարած ճանապարհները
Հեսա որտեղ որ գնում ենք, այդ կողմի քարային բանը, այդ ինչ են ասում, քարային այդ շենքերը, տները լրիվ ուրիշ ձև են, ուրիշ քար են, c'est une autre pierre, non là-bas chez eux, chez Hubert. C'était pierre un peu marron, non pas marron, orangé, non? Si tu m'as dit que c'est joli quand on passait. Իրանց այդ քարային այդ տների ձևը լրիվ ուրիշ ձև է։ Դատը գորզայի դաշտերը նայեք էլ ինչ սիրուն է դեղինը կանանչի հետ։ Գեղեցիկ են, գեղեցիկ։ Մի հատ երաժշտություն դուք լսեք ամուսնուս հետ։ Այսօր միացրել եմ բանը, այդ հեռախոսին, ասում եմ դրել ես, էլի միացրել ես, ասում չէ, չեմ միացրել իա։ Չես հավատում։ Ինչքան սիրուն է։ Ուզում եմ մի թեմայով խոսամ, ճիշտն ասած, երեկոյան, դե ես երեկոյան եմ պատասխանում բոլորիդ, որովհետև ես երեխեք հակել եմ կուրտկան, որովհետև ես ուսի մասը խփում է կոնդիցիոները։ Երեկ ուրեմն մեր լավ հետևորդուներից, իմ լավ հետևորդուներից մեկը գրել էր Անահիտ ջան, չմոռանաս ասես ժողովրդին, որ դնեն լայք։ Իմ սիրելիս, ես չեմ սիրում դա ասել, որովհետև դա ստիպողական չի, դա մարդը պետք է իմանա։ Այո, ճիշտ եք ասում, շատերը կան մոռանում են։ Նրանք, ովքեր ինձ շատ են սիրում, չմոռանաք ժողովուրդ ջան լայք դնել։ Եվ ես մտածում եմ, ասում միգուցե այո չեն իմանում, բայց հետո ինքս ինձ բան եմ անում, որ 2000 հոգի ասենք նայում են, լայքերը 100 քանի հոգի են, պատկերացնում եք, դե ինչ իմանամ, երևի դնում են, մտածում եք դրել եք, չեք դրել։ Դա լեդի հետ կարևոր չի։ Ուրեմն մարդկային տեսակների մասին եմ ուզում ձեր հետ խոսամ, ես լույս անգնում y a la lumière, je vois rien. Quelle lumière? Sur le truc là. Ես երեկոյան նստած էի, ասեցի միացնեմ իմ Շերլոկս նայեմ, Շերլոկ Հոլմս սերիալը էլի։ Ու մինչև սերիալը դնում էի Netflix-ով, նայում էի, այդպես պատասխանում էի։ Երեք ժամ 8-ի կողմերը։ Մենք եմ ասում, որ մեր թիմը 8638 հոգի էինք։ Թե 6330, թե 630, չգիտեմ, ինչ որ է, 38։ Նայեցի ասեցի դե լավ, շատ քիչ ենք առաջ գնում, ես ճիշտ ասած դրա համար այդքան չեմ անհանգստանում, ինչու, հիմա դες բացատրեմ, ինչու, որովհետև բնականաբար ինձ նայողները իմ լավ թիմի անդամներն են, իմ երամն է, 3000, 4000, դրա այդ մարդիկ են դիտում, մնացածը չեն դիտում։ Միգուցե թե Ռուսաստանում կան շատերը, որ չունեն ինտերնետ, դրանից է, ինչ որ է։ Պատկերացնում եք մարդկանց, ինչ ասեմ, չարությունը էլի։ Խոսքի ես ինչքան հայ տեսնում եմ հենց հայը, աբոնե եմ լինում, ասում, թեկուզ չեմ նայում, իմ կոնտենտը չի, ասում եմ մի հոգի էլ լինի, ոչինչ իրանց։ Դուք պատկերացնում եք երեխեք 4 հոգի դուրս եկան, օրական լինում է 3 հոգի դուրս եկալ, 4 հոգի, չգիտեմ, հնարավոր չի, մատը որ կպնում է մեկ-մեկ, նորից հետո հետ են գալի, հարցը դա չի, հարցը մարդկանց չարությունը, հիմա 100% կասի, ինչի սա պետք սպասի դուրս գամ, այդ տիպի մարդիկ կան, ուզում եմ ձեզ ասել մարդկանց բանը, ինչ են ասում, կատեգորիաները, մարդկանց կատեգորիաները, և կհավատակ ժողովուրդ ջան, ծիծաղը սա գալիս է, էլի, որ դա ոչ մի բան է, որ դու մնաս կամ չմնաս, գրանցվել ես, գրանցվել մնա, էլի չես դուրս գալի, մեկը դու չես նայում արդեն, ասեմ ձեզ, ես իմ համար շատ, ինչ ասեմ, գովելի է և ես ինձ ուժեղ եմ զգում, ավելի մոտիվացված եմ զգում, ոչ թե աբոնեների գրանցվողների, այլ դիտողների քանակի, որ ասում եթե չեն դիտում, ուրեմն չի հետաքրքրում, բայց կան շատեր, որ գում են Անահիտ ջան, չենք դիտում եւ այլն, ժամանակ չենք ունեցել, ահագին բլոգներ բաց ենք թողել, պրոբլեմ չի, սիրելիներս, իմ համար կարևորը իմ լավ, իմ սիրելի անձնավոր աղջիկները, կանայք ինձ մեսաժներ են ուղարկում Instagram-ով, կապ ունեմ իրանց հետ, կարևորը որ ոմանց օգնում եմ ինչ-որտեղ էներգիայով և պոզիտիվ դրական ինչ-որ մի ուժ եմ տալիս, էլի, դա իմ համար արդեն հաղթանակ է։ Իսկ թե կնայեն, թե չեն նայի, դուրս կգան, թե դուրս
դուրս չեն գա։ Լավաշյանայի դճկի մի ժարկը նի խորը։ Կարևորը ինձ դիտողը դիտում է։ Իսկ ինչ է մեր մա լայքերին ես չգիտեմ, միգուցե նայում են, չեն հավանում, չեն դնում, միգուցե մոռանում են, միգուցե սկզբից են դնում։ Այն անգամ սիրալույսն ասել էր, որ 4 րոպե հետո պիտի դնեք լայքերը, որպեսզի լայքը համարվի լայք, բայց ես չեմ կարողam։ Ես էլ մի հատ չաթին պիտի հարցնեմ, չաթ GPT-ին։ Տեսնեմ լայքի մոմենտը երբ պիտի դրվի։ Բայց սիրալույսը գիտեմ, որ ինքը շատ ակտիվ ամեն ինչից գաղափարում է, էլի։ Հենց որ իր ասածները ինչ որտեղ ճշմարտության, բայց դե չեմ ընկնում թվերի հետևից։ Կհավատակ ես այնքան ուրախ եմ, որ ես ունեմ 8000 հոգանոց աուդիտորիա եւ 3-ից 4000 հոգանոց ժողովուրդ, որ նայում են եւ արձագանքում են։ Նրանք ովքեր անգամ չեն արձագանքում, գիտեմ, որ ինձ հաճույքով նայում են։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ նրանց, ովքեր գրում են քո բլոգները արտակարգ հետաքրքիր նայում են։ Մերսի ժողովուրդ։ Спасибо большое. Merci beaucoup. Gracias. Thank you. Կմատախ։ Ադանգմա բաներ, սիրելիներս, մի հատ գերմաներեն պիտի սովորեմ, կոմանոնդի անալման, merci, դանկշնա, լավա չասեցի դանգրատ, տեսնում եք գալիս ենք, մենք խնդրում եմ բոլորդ աչքաշեք, լալա, ինչ լավա, որ մեկինա չես վարում, իմ ամուսինը, 280% հայ է, չի սիրում, որ ես վարում եմ ինքը կողքս նստած։ Je dis que tu es pire que les Arméniens, tu aimes pas quand je conduis? Non. Et pourquoi? Parce que tu conduis pas bien. Ասма լավ չես մեքենա վարում։ Что это такое? Ну, что это такое? Ասма արագ ես վարում շատ։ No, ես արագ չեմ վարում։ Ես մեկ-մեկ մոռանում եմ, հա, բայց որ ասեմ, ինքը շատ զակոննի է, երեխեք, որտեղ գրած է 50, ինքը ինչ ասում է 50, գրված է 60, ինչ ասում է 60։ Իսկական ֆրանսիական կուլտուրա ունի այդ տեսակետից, էլի։ Երեքը ես Instagram-ով դե 3 ամբողջ օր չէի կարողանում քայլել եւ ես պատահաբար ընկա մեր սիրելի ժուրնալիստ եւ շատ կիրթ աղջիկա, շատ լավն է, Աննա ազգանունը մոռացա։ Կտեսնեմ կասեմ իր հաղորդումը, որը որ ինքը հաղորդում է վարում, բայց այդ օր ուղղակի երեխային դպրոց էր տարել եւ 2 բառով ասում էր, որ ես ապշած եմ մնացել, նայում եմ մեքենայի մեջ երեխաները կանգնած մեջտեղը, դաժե վարորդի գիրկը, կողքը առանց գոտի, ժողովուրդ ջան, իմ հայ ժողովուրդ, իմ սիրելիներս, նրանք ովքեր ինձ դիտում են Հայաստանից, դեպքը մեկ անգամ է լինում եւ ես Աննային արձագանքեցի եւ ես այնքան զգացված եմ, որ ինքը այդքան զբաղվածության հետ մեկտեղ ինձ պատասխանեց, դա ցույց է տալի մարդու խելքը, շնորհքը, զարգացվածության աստիճանը եւ ոչ մեծամտության աստիճանը, ինչպես նաեւ մեր Անի Քոչարը։ Ես կան շատերը, որ կցանկանաս գրել մի 2 բառ, բայց գիտես, որ իրանք չեն պատասխանի, էլ չես գրում։ Եվ արձագանքել էր ինձ, այո, ինքը հիմա դրա պայքարն է տալիս։ Եվ հետո ցույց տվեց, որ ստուդիայում օրգանի աշխատող ասում է, որ ինչ հոդվածով 5000 դրամ է, որ չեն կապում երեխաներին, բայց ես չեմ պատկերացնում, որ դա այդպես լինի։ Ես գրեցի, որ ես կգերադասեի, եթե ես լինեի օրենքի աշխատող, կասեի 50000 կամ 500000 դրամ դուգանքը եւ պրավան ձեռքներից վերցնել։ Գիտեք ինչ, սիրելիներս, դեպքը մի անգամ է լինում։ Ես որ գալիս եմ Երևան, ես իմ ընկերու կողքը պարտադիր գոտին կապում եմ, ես իմ security-ի համար եմ կապում։ Մի հատ սխալ մի բան, մանավանդ Երևանում տեսել եք այդ ինչ վիճակի մեջ են, ոնց են վարում մեքենաները։ Դժվար բան չի, երեխաների համար գնում եք այդ մաքսիկոզին, այդ փոքրիկ, հետո եթե ոչ գնում եք աթորակ, ոնց են ասում, սեժոտո են մեր մոտ ասում, կապում եք գոտիով, ծնված օրվանից երեխային, որ սովորացնեք կապել, ինքը կապված կնստի։ Ես խոսքս դիմում եմ բոլոր մեր հայ ժողովրդին եւ իրենց երիտասարդներին։ Մի արեք լոպազություն, երեխային դրեք ձեր գիրկը այստեղ այնտեղ եւ հետեւը։ Մի հատ ավելնորդ մի բան դուք կարող եք կենթանի մնաք, բայց երեխան դուրս թռնի, ինչքան տես դեպքեր են եղել։ Ես շատ գովելի է, այսպես ասած, Աննայի այդ պայքարը, կոմբար,
Եվ ես attention։ Եվ ես կցանկանա, որ ինքը շարունակի եւ այդ հարցը լուծվի վերջապես, որ Հայաստանում բոլորը կապեն երեխաներին եւ նստածեն հետևը։ Բացառությամբ, երբ որ մայրիկը մեքենա է վարում, Ֆրանսիայում էլ կա, մաքսիկոզին դնում են այ-այսենց, կապում են դիմացից, որպեսզի մայրը վարելու ժամանակ երեխային տեսնի, բայց դեմքը դեպի այն կողմը։ Եթե դա էլ մտնի Հայաստան, ես ուղղակի գոհ շնորհակալ կլինեմ եւ ուրախ կլինեմ, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Իսկ ինչ վերաբերում է վարորդին կապել գոտին, դա ամոթ բան չի, դա наоборот, դա նշանակում է, որ դու ամեն ինչը շատ ճիշտ ես անում եւ ճիշտ ես ընկալում, որովհետեւ ելի եմ ձեզ ասում, մանավանդ այսօր մեր Հայաստանում կան շատ կանայք են վարում։ Դուք մի մոռացեք, որ եթե իհարկե դու սպորտսմեն չես, որովհետեւ մեր մոտ սպորտսմենների մոտ ռեֆլեքսն ու ռեակցիան շատ ուժեղ է, կանանց մոտ ավելի քիչ է ռեֆլեքսային մոմենտը, քան տղամարդկանց մոտ։ Չնայած կանայք ավելի զգուշ են վարում, քան տղամարդիկ, բայց մի մոռացեք, որ դիմացի մեքենան կարող է ձեզ վնասել։ Դրա համար բոլոր կանայք, ովքեր ինձ լսում են, ովքեր մեքենա են վարում, կապեք ձեր գոտիները, սիրելիներս։ Դա էլի եմ ասում, ամոթ բան չի։ Ես նույնպես միանում եմ Աննայի հետ եւ պայքարում այդ հարցում, որպեսզի բոլորդ ունենաք ձեր ապահովությունը։ Այսքանը սիրելիներս։ Դրանայից այսօր պրոպագանդա։ Հասնում ենք արդեն ժողովուրդ ջան, հասնում ենք մեր ընկերների տունը։ Այս կողմերն այդ սիրուն է ճանապարհը։ Տուրիստականով են գալի, ավտոտրասով դուրս չենք եկել, ամուսինս չի սիրում։ Ես էլ չեմ սիրում։ Այս տուրիստական ճանապարհներով ավելի հետաքրքիր է։ Я иci que tourne un peu, non? Après, je sais pas, je connais pas la route après. Ժողովուրդ մի հատ էս դիմացի անտառը նայեք։ Գեղեցկություն։ Encore ici. Si, c'est bon, c'est bon. Qu'est-ce qu'il faut? Il y a un rocher qui est tombé. Գեղեցկությունը նայեք ժողովուրդ։ Այսա հոսում է, կանգնած չէր Սիրալույս։ Il faut tourner au pont de l'Escure. Je sais pas où c'est, mais les vaches sont très jolies. Ils bronzent. Զագար էին ընդունում կովիկները։ Շատ սիրուն այս կողմերը, c'est joli. Qu'est-ce qu'il y a? Pique? Truc là, peut-être le ticket. Le pont de l'Escure, il faut tourner, mais c'est après, je crois. À la Truman-Covelle. Ah, il y avait le petit bout. Հասանք մեր ընկերների տունը, այս ամբողջը իրանցնով ժողովուրդ։ Wow, ամուսնուս բաննա, խաղալիքը սիրած տրակտորներս, ասეთ է ժուժու։ Օլոլո, շատ մեծ ֆերմա ունեն։ Եվ շատ լավ մարդիկ են, ասեմ ձեզ, աշխատող։ Il a un pick-up? Punaise, je vais un pick-up, իմ սիրած մեքենան է կանգնած ընդեղ pick-up, ուրա մեկը ցես նայեր ինձ, ասեր, Անայի ջան, ուզում ես քեզ մի հատ նվեր ուղարկենք, ça serait bien quelqu'un m'envoie un cadeau pick-up։ Մեկ էլ մեր օրսես դուրը բացում է, տեսնում է իմ pick-up-ը դրանից եմ, je sais pas, mais j'adore։ Ես չգիտեմ թե ինչու եմ ես այս pick-up-ի սիրում։ Միգուցե երևի նախքան գալը այս աշխարհ բան եմ եղել, դու ասա, կոբոյ եմ եղել։ Հնարավոր է, մի օր պիտի մի հատ գամ մի հատ այս մեքենան վարեմ։ Ժողովուրդ մի հատ խնդրում եմ այս վիլաժը նայեք, էլի, սարի վրա մի հրաշք կա, անտառի մեջ, հա? Je vois pas qu'est-ce qu'il y a marqué. Magnifique, հրաշք։ Քանի որ մենք նավիգատորն եմ դրել հեռախոսի վրա, որտեղ այս մեքենայի վրայի նավիգատորից բան չենք հասկանում։ Ժողովուրդ մի հատ այս ամրոցը նայեք, այս հրաշալի վիլաժը նայեք։ Ուղղակի, ինչ ասեմ, այս ռեգիոնը
Հրաշք կա։ Vitesse limitée sur votre trajet. Dans 300 mètres. Ցանկանում եմ ես ցույց տալ ձեզ այս հրաշալի վիլաժները, խնդրեմը նա է, որ նավիգատորն ենք դրել, իրոք այս կողմը մենք հիմա գտնվում ենք Լոզեղ, նոս է Լոզեղ Սերժ ռեժիոն, շատ սիրուն փոքրիկ վիլաժներ են, կան նաև ամրոցներ, յադի շատ օսիսի, պամար, մի քանի հատ տուն տեսա, երեխեք, ես հələ այսքան ժամանակ այս տներ չէի տեսել, տանիքի ձևը, ոնց որ են հեքիաթ կինոների տներից լինեին։ Այս ամբողջը այս կողմը այսինքն անտառ է։ Ասիկ վերցնեմ ձեռքս ավելի, որովհետև սենց ավելի լավ է։ Ամբողջությամբ անտառ է, անտառներ եւ ճիշտ ասած բոլորն ասում են, որ ճանապարհները շատ է բթթվում, բայց չէ, մենք ես էլ ամուսինս էլ որը բան արեցինք, որ դա զգացինք, որ դա սուտ է, իրանց համար է բթթվում, մեր համար չէ, որտեղ մեր մոտ ավելի շատ է այսօր։ Chez nous, il y a plus de virages qu'ici, non? C'est pas pareil? Non, mais ici, il n'y a pas de virage. Sauf ici, là, la petite route. Là, c'est le morceau jusqu'à maintenant le plus... Je pense, ouais. Այս մի փոքրիկ մասն է, որ ասենք մի քիչ բթթվում է, բայց մինչև հիմա ասենց այդքան էլ վատ ճանապարհ չէ, շատ գեղեցիկ է լիճը, գետը։ Ինչ ասես չտեսանք ճանապարհին, ուղղակի չէի կարող նկարել։ Սա կոմանսելի պարլի վիրաժը։ Դիլիջանի պավարոտները սկսվեց։ Դե ոչինչ։ Կարևորը որ մենք տուրիստական ճանապարհորդության ենք դուրս եկել, ոչ իմանից չենք շտապում, ոչ աշխատանքի ենք, ոչ էլ, որ մտածենք, որ 15-20 րոպե ուշ կհասնենք, շուտ կհասնենք։ Գնում ենք հանգստանալու սիրելիներս։ Ինչքան լավն է այս մասը։ Սապեք բաները, տոնածառներից չկան, շատ տոնածառ կա ստեղ, հա? Այս կողմը հիմնականում տոնածառներ են, ժողովուրդ ջան, մենք անցանք են նեղ ճանապարհներով, Դիլիջանի պավարոտներով, հիմա արդեն վերցեցինք ուղիղ ճանապարհը եւ Սերժը ճիշտ էր ասում, այս մասը ավելի տուրիստական, ավելի հանգիստ է, c'est plus touristique ici. T'avais raison. Sergio. J'ai toujours raison. Ժողովուրդ Սերժն ասում է վախենալու ասում իրոք հələ վիլաժը ներքևի այս հրաշալի տեսարանը ուղղակի պիտի զգաք տեսնեք ընտիր չեմ ուզում Սերժին խանգարը ça descend je les oreilles qui bouchent oh là là la montagne le rocher oh là là c'est super très joli la village en bas c'est quoi comme Là, village je ne sais pas. ներքևը տեսնում եք երեխեք Ջուր գյուղի նման տեղ է, ջուր քաղաքի գյուղի նման իրոք շատ սիրուն է այս Լոզեղը իրոք շատ գեղեցիկ է c'est joli Լոզեղը quand même Սա կոմանսը Դիլիջանի պավարոտներն են էլ ինչ ձևի պավարոտիկի Թողնենք ամուսինս կենտրոնանա, որովհետև շատ վտանգավոր է Տեսնում եք այդ ներքևը Այս հիմնականում մենք ստեղ ոչխարներ տեսանք Մի հատ խնդրում եմ նայեք երեխեք այս գեղեցկությունը Une beauté de nature Բնության գեղեցկություն Ինչ պավարոտներ են Այս սա իրոք Դիլիջանն է երեխեք որ ասում եք ձեր մոտ Դիլիջան ես կողմ եք Այս սա է Դիլիջանը Տեսնում եք որ որ էլ գնաք աշխարհի որ մասերում եք գնաք նմանացնում ենք բնությանը շատ նման է Վաու Ստովա տեսնում եք չէ երեխեք լույսը անգնում Ասֆալտը լրիվ նոր ասֆալտ են արել, ինձ թվում է ամուսինս ճիշտ է ասում Տուրիզմը ստեղ շատ է, ինձ թվում է ամառա Il y aura du monde ici, l'été Ah oui. Dans combien de temps on va tourner Je vais te dire
Exactis։ Ճանապարհին աշխատանք էր, մեզ բերեց դեվիացիա է էլի, այս կողմով պիտի գայինք, այս փոքրիկ նեղ տեղով, այդ հին վիլաժը, նայեք, այս են վիլաժներ, որ վերևից նկարում ես, elə վիլաժը կժը, ցելը դա au qu'on regarder։ Да, շատ սիրուն վիլաժը։ Mais pourquoi il est sombre comme ça? Parce qu'il n'y a pas de batterie peut-être. Oh. Նայեք, փոքրիկ հին ֆրանսիական վիլաժներ, շատ սիրուն դեվիացիոն գոշը։ Ցույց տամ ձեզ էլի, որ տեսնեք, թե ինչպես է լինում այս վիլաժները։ Tu suis là. T'es sûr? Déviation. Ouais. Direction Florac. C'était Florac, oui, c'est pas mal. Non, mais on a fini. C'était le village que tu es venu, c'est Espégat. Regarde, quand on a un truc qui donne... Ժողովուրդ ջան, ես մի եզրակացության եկա, իմ ծանոթներից մեկը նոր ասեց, Անայդ գրել էր Instagram-ով, ես գրանցվել եմ կոալիքին, հետո նայում եմ դուրս եմ եկել։ Սիրելիներս, երբ որ դուք մի անգամ խփում եք, էլ երկրորդ անգամ մի խփեք, որ երկրորդ անգամ խփում եք, դուք դուրս եք գալիս իմ ալիքից։ Դրա համար անընդհատ մարդիկ ավելանում են, նորից պակասում են, նորից ավելանում, նորից պակասում։ Այդ մի անգամ դուք որ խփում եք, արդեն այնտեղ որ ինքը բաց գույնի է գրված, ասենք աբոնե, վերջ արդեն։ Նենց որ զգուշ եղեք։ Իմ հետ էլ է տենց եղել, երբեմն ասեմ, տեսնես ես գրանցված եմ, թե դուրս եմ եկել, սխմել եմ, հետո տեսնեմ, որ նորից հետա, նորից սխմել եմ։ Սիրեկո մտա։ Ասպես կամիոնը չէր կարա տրասայով գներ, ասում եթե քո նման էլի չի սիրում տրասա, ուրեմն ես ամբողջ մեքենայի մեջ կոստյումս չհանեցի ջինսից կուրտկան, որովհետև այս բանը կոնդիցիոները խփում է ուղիղ ուսից, հետո էդի քթից է գալու, դրա համար զգուշ եմ, հիմա արդեն շատ զգուշ եմ ամեն ինչից։ Ինչքան է, 22 աստիճան է, իսկ այնտեղ որտեղ գնում ենք 30 աստիճան։ Շատ տաք է այդ կողմը։ Մեզ կողմերը մենք դեռ հələ սարերում ենք գտնվում։ Այդպիսի բաներ սիրելիներս, նենց որ դրա համար դուրս եկա եթեր, ասեմ ձեզ, որ հանկարծակի չանհանգստանաք, YouTube-ը ձեզ չի հանում, ձեր մատն է կպնում, ուղղակի դուրս եք գալիս, մտնում եք, նորից դուրս եք գալիս։ Պարզվում է, էլ ինձ թվում է, չգիտեմ, որովհետև ես նայում եմ, ասենք խոսքի 8 է լինում, 9 է լինում, եկե նայում տեսնում են 8 է եղել, մեկ է 2 րոպե նորից 9 է լինում, ինձ թվում է ձեր մատնա կպնում, բայց դա կապ չունի, եթե դուրս եք գալի, c'est pas grave։ Կուկուրուզ ենք ուտում ժողովուրդ։ Մեր խուրբա էի վերցրել, հետո հիչեցի ու կուկուրուզել էի վերցրել։ Մեր ռուսական։ Ձերներ եմ կեսնում էլի ձերի հետ։ Իմ սիրած բանն է։ Կհավատաք, ես որ ասում եմ, որ մարդկանց չեմ սիրում ես ավտոտրասները, սենց ճանապարհներն ավելի ես ներվը հետ հանգստացում։ Մանավանդ, որ ոչ մի վրազելու բան չունես։ Այս կուկուրուզը որ ուտում էր, էլ չես կատերացնում։ Tu veux pas? Hein? Tout ça, tout le jour, Khambi. Oh. Qu'est-ce que t'as fait? Tu es allé tout droit? Տեսեք ուր ենք եկել։ Իմ փուչուր Կարլիտայի դա։ Եկել ենք երեխեքի տուն, ահա ձեր սյուրպրիզը։ Վալա։ Իմ տղեն էլ չկա աշխատանքի է, իմ սիրուն Կարլիտան։ Ուտեմ քեզ, ատան կաղլա։ Mes jambes, viens ma chérie. Mes genoux, attends, tu rires, j'arrive pas à marcher, on dirait un robot. Իմ աղջիկն է սիրուն։ C'est magnifique chez toi. Ouais, nous aussi. Tessak surprise, surprise Tessak. Tu sais, c'est
la maison là. Avec Quelle, la terrasse. quelle. Serge, մեքենանի չասնի, որովհետև ահագին ապրանք ենք բերել։ Bonjour. Tu peux rester là, je décharge. Տեսնեք ինչ սիրուն վիլաժ ա երեխեք, շատ հին վիլաժ ա։ Դավիթի ու Կարլայի տունը։ Այ տեսեք։ Normalement, tu peux pas garer ta voiture là? Si, on peut. Mais le Tiguan, je savais pas s'il pouvait il rentrer. rentrera pas, non. Je pense Je pas. suis pas sûre. Et en plus, ça, il faut qu'ils viennent nous le chercher, ce meuble, pour le jeter. Ահա եւ եկանք երեխաների տուն։ Արդեն համարյա 1 ամիս, 2 ամիս է ինչ վարձում են այս տունը։ Չենք, տեսել էին իհարկե վիդեոյով, բայց հենց ավելի պարզ է, շատ լավն է, շատ լավ դեկորացիա են արել երկուսով։ Գնացել են իրենց կահույքն են գնել, իմ սիրուն աղջիկը վարակույրներ ա գնել կախել։ Շատ ուրախ եմ, թող երջանիկ լինեն բոլոր երիտասարդները, բոլոր զույգերը, սիրելիներս, որովհետև այս կյանքում ծնողի համար միայն դա է կարևորը, որ իրենք առողջ լինեն, լավ լինեն, երջանիկ լինեն, զգացի, որ ամալվանալու մեքենան դեռ չեն ստացել, շատ բաներ են պատվիրել, բայց դեռ չեն ստացել, կամաց կգա, ոչինչ, շտապելու ոչինչ չունեմ, մենակ մի բան կցանկանամ իմ երեխեքին, որ իրանք իրանց տունում մնան սեփական։ Սա էլ լվացքն ա փրել իմ սիրուն աղջիկը, իրա ու Դավիթի շորերը, ակուրատնի, այս տերասը այնքան լավն ա վերանդան, ուսես նայում են դեպի բնություն, ափսոս որ դիմացի պատն ա խանգարում, բայց շատ սիրուն տուն ա, իրանց համար շատ հարմար, իհարկե բավականին մեծ ա, որտեղ վերջում վերևի հարկ ունեն 2-3 սենյակ, սպալնյա, ներքևը ամբողջը զալն ա, խոհանոցն ա, այս էտաժերներն էլ գնացել ակցիոնից ա գնել, Դավիթը կպցրել ա, որ մենք գալիս ենք, որ ուզում էր մի քիչ դեկորացիա անել։ Դե ինչ սիրելիներս, ես ձեզ մենակ մի բան կասեմ, դուք ձեզ սպասում ա փոքրիկ հետաքրքիր բլոգներ, այսինքն բլոգներ, որը որ լինելու է այս իրանց վիլաժում, կաշխատեմ հնարավոր ինչ չափ նկարել, որպեսզի դուք էլ իմ հետ ճանապարհորդեք, նրանք ովքեր հնարավորություն չունեն, միգուցե ձեզ դուր կգա։ Ասում եմ ահագին բան ա պակասում, ժուրնալիստ Օրիկն են զակած տվել, աթոռներն են պատվիրել, դեռ չի եկել, այս աթոռները իրանց ուղղակի պարտեզի աթոռներն են դրել, շատ լավն ա, մենեմ դրանց ջանին, լավ մեծ տուն ա, ես չէի պա, c'est vachement grand, hein? T'as vu, c'est grand, hein? C'est énorme, t'imagines, c'est toute ma chaîne, je suis sûre, c'est plus grand que notre, c'est 70 mètres carrés en bas, non? 80. Je sais pas. Honnête, en fait, c'est long. Tu vois? C'est très bien. Mais t'as vu le canapé? Ouais. C'est limite. Le canapé est grand. Oh, Ouais, c'est et on est super trop bien beau. dessus. Ah, ma maman, elle Là, m'appelle. il va falloir changer ça. Uh-huh. On a réservé le logement. C'est vrai? Oui. Quand? Hier. Vous avez pas fait jusqu'à présent? Non. C'est ça comme une surprise. Tout le monde dit demande On a- le Carla, elle met pas des vidéos. Je dis, bon, c'est Ah ça. ouais, on n'arrive pas trop le temps. On va essayer d'avoir. Mais c'est quoi ça, Carla? C'est des cale-portes. Tu sais, parce que des fois, le chien de ma mère, il vient et j'ai peur que la D'où le porte, elle paquet se de rabatte. bananes, J'ai peur que la porte, elle se rabatte. Alors, je mets ça devant pour pas que ça se passe mal. C'est ma mère, ça, qui m'a acheté. Et ça, c'est pareil, c'est un cale-porte, ça. C'est ma mère qui l'a C'est ça que tu as acheté? Ça, c'est une cale-porte, c'est ma mère qui l'a cousu. C'est vrai? Il y a un moment là, Carla, c'est trop beau. Elle a un Si, ciel. vous verrez, elle a 2 signes et une noix. Oui, je l'ai vu sur vos vidéos là. Et il y a un signe qui avait disparu et là ils l'ont retrouvé ce soir. Ils C'est ont vrai? elle allait le récupérer. Il est parti à 10 km. Dans la 16, dans la rivière. C'est pas vrai. Ouais. Oh là là, j'ai des filles chez moi là. Assieds-toi, Serge. Non, Là, pour madame. le moment, les chaises, elles sont pas C'est pas confortables. grave. Attendez, On le peut petit pas avoir des là, c'est. nouvelles, mais mon frère... Et t'as pas reçu encore? Ben, tu sais, c'est mon frère qui devait nous passer les siennes. Et il a reçu les siennes, mais elles lui plaisent pas. Du coup, il a fait un échange et il attend de recevoir les autres. C'est quoi comme. Il a quoi comme autre chose? Un peu en rotin, tu vois. Ah ouais. Un peu, ouais, rotin. Oui. Եկել ենք արևոտ վայր, գլխարկս բերել եմ ժողովուրդ։ Շապոց բերված է։
Տեսնեմ ոնց է շատ ինտիրաշապ։ Գլխարկը ամենակարևոր գլխարկը չեմ մտածել, որովհետև քայլելու ժամանակ արևը խփեց գլխից վատանում է։ Հիմա մի քիչ բալկոն։ Այս դիմացի տունը խանգարում է։ Բռնենք քանդենք այս դիմացի տունը։ Տեսադաշտը ոչով խեղտին։ Երեխեք ես մի հատ պրոբլեմ ունեմ։ Իմ տեսադաշտը պիս շատ լայն դարձան լինի։ Մեր չեմ կարել այստեղ ապրել։ Թեկուզ կվարտիրայում եմ ապրել, պիտի պատուհան բալկոն լինի, որ նայեմ։ Երևանի տունը մենք որ վարձում ենք, միշտ ամենարում ենք, ասեմ բալկոն ունի, բայց բալկոնը դիմացի շենքին անայում։ Երևանում էլ թաղաշենքերը ունենց են կպցրել իրար քիպ։ Սա որ երեխս կգա։ Ça va, maman? Ça va. Ժողովուրդին չի ասել, նայեք տեսեք որտեղ ենք։ Ça va? Oui. Pas trop dépaysé? Non. Eh? Non. Il a adoré Lozère. Pas Lozère, vous n'êtes pas passé par la Lozère? Si. Si. Mais c'est Ah oui, tout mais ça. petit bout. Oui. Ah, Mais bon, quand c'est là, ça démourir, c'est cher, mais d'acquérir, quand on parle à l'autre ligne. Il y a un problème. Շատ ընտիր տունը, բայս։ Bon, il manque des trucs, hein, mais bon. Աստվածքա դուք ձեր սեփական Eh oui. բաց լեն որտեղ դες չլինեն դիմացը պատեր բաներ։ Ոնց զմերվում սրտի։ Ça va. Երեխեք ես իմ փուչուր տղենա։ Իմ փուչուրի միակ։ Ոչ երեխեք ջան մենք պատրաստում ենք արդեն գնում ենք ռեստորան։ Տղաս պատվան արի, zakaz après իտալական ռեստորան ենք։ Ստիկը après Oh là là, que t'es jolie, j'adore։ Mon cœur! Comment ça s'est passé? Տեսեք Կարլայի տոպիկը երեխեք իմ կոլեկցիայի շատ սիրուն է Կարլա։ Il est trop beau. Trop beau Carla. J'ai bien fait comment détailler un. Voilà comme voilà ma chérie. J'adore. Carla, որ քայլում է ոնց որ բալերինկա լինի. On dirait que tu es une ballerine. Comme ça tu marches. J'imagine vos enfants, toi et David Cambré. David, il a une très podcast le matin. Oh. Non, non, pas du tout, il est chargé. C'est le Renault. Altra C'est Denzel. dommage que t'as pas Ouais, vu je sais là. pas, c'est un Renault, mais il m'a dit il est au CEA, quoi. Tu peux porter des boursiers. Ah oui, tu portes les deux. C'est trop beau. On va y aller quand David? Et on y va, attends. Tu peux juste me choper un polo, bébé? Oui, tu veux quoi? Դե ինչ սիրելիներս մենք արդեն դուրս ենք գալիս, շատ ուրախ ենք եւ մենք եւ երեխաները կաշխատեմ նկարել, որպեսզի դուք էլ մեր հետ լինեք։ Ձեզ ցանկանում եմ բարի դիտում, ձեզ ցանկանում եմ ամենալավը եւ ամենակարևորը ցանկանում եմ որ դուք էլ իմ հետ, մեր հետ լինեք եւ տեսնեք մի քիչ այս կողմից, մի քիչ այն կողմից ֆրանսիական բնությունը, ֆրանսիական փոքրիկ քաղաքները։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ սիրելիներս ձեզ ասում, պակա, պակա։